Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին։ Այնուհետև ուխտերթ է իրականացվել դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ Այստեղ վարչապետն իր ելույթում անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարելով, որ իշխանությունը չի գործում եկեղեցու դեմ, սակայն թույլ չի տա, որ այն օգտագործվի պետության դեմ։ Սուրբ Ծննդյան օրը վարչապետը գտնվել է նաև Արագածոտնի մարզի Արուջ գյուղում հոգևոր երաժշտության 3-րդ փառատոնին Արուջի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի եւ իր թիմակիցների հետ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան առթիվ մատուցված պատարագին։ Պատարագից հետո վարչապետի նախաձեռնությամբ մեկնարկել է ուխտերթը, որը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից ուղղվել է դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ Ուխտերթին մասնակցել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ այլք։ Երթի ավարտին Սուրբ Աննա եկեղեցու բակում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ընդգծելով, որ ուխտերթն ունի խորհրդանշական իմաստ։ Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթը ինչի համար էր եւ ինչ էր նշանակում։ Ըստ էության մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն եւ այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։ Վարչապետը նշել է, որ երկար ժամանակ խաղաղության համար աղոթել են, սակայն եկել է պահը, երբ անհրաժեշտ է նաև գործերով ստեղծել այդ խաղաղությունը։ Մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ որ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելու զուգահեռ մենք ինքներս պետք է մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է այդ խաղաղությունը, եւ մենք այսօր քայլում էինք Հիսուս Քրիստոսի մեր Փրկչին ասելու, որ մենք ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից եւ մենք ստեղծում ենք խաղաղություն։ Փաշինյանն անդրադարձել է նաև եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարելով, որ իշխանությունը չի գործում եկեղեցու դեմ, սակայն թույլ չի տա, որ այն օգտագործվի պետության դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետեւ կառավարությունը հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդհանրապես եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Եվ այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, որ այն հնարավորություն լինի ոմանց մտքով անցնել, որ կարելի է օգտագործել որպես հենակետ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այս մարդիկ հենց մեր եկեղեցու կարգի համաձայն հերձված են դարձել։ Եկեղեցին պետք է ազատել հերձվածից եւ վերադարձնել ժողովրդին, ասել է Փաշինյանն ու կոչ արել հոգեվորականներին միանալ եկեղեցու բարենորոգման գործընթացին եւ քաղաքացիներին, պատարագներին մասնակցելիս հորդորել հոգեվոր սպասավորներին աջակցել այդ օրակարգին։ Ես մեր ժողովրդին կոչ եմ անում, այո, գնալ պատարագների եւ իրենց հոգեվոր սպասավորներին հորդորել, խնդրել միանալ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին, հորդորել պատարագների ժամանակ, զեղչել
այն անունը, որը չպետք է հնչի խորանից։ Մինչև այն պահը, երբ որ մենք կունենանք Հիսուս Քրիստոսի անունով, ժողովրդով, ազգային եկեղեցական ժողովով, իրապես ընտրված եւ իր կոչման, եւ իր ապրածի, իր աշխարհայացի, իր հոգու պարունակության իմաստով լեգիտիմ կաթողիկոս։ Հատկանշական է, որ Սուրբ Աննա եկեղեցու Բաքում բեմը պատրաստված էր նույն հատվածում, որտեղ 1.5 տարի առաջ ելույթ էր ունեցել Բագրատ Սրբազանը Սրբազան պայքարի շրջանակում։ Սուրբ Ծննդյան օրը վարչապետը գտնվել է նաև Արագածոտնի մարզի Արուճ գյուղում, որտեղ ներկա է եղել հոգևոր երաժշտության 3-րդ փառատոնին Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Փառատոնին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր եւ մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը։ Վարչապետը շրջել է նաեւ եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացված էին Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ամենաարտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, որը ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին գործակցության եւ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետեւողական զարգացմանը նպաստելու համար։ Քրիստինա Քվինն էլ շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ Հայաստանի կառավարությանը համատեղ աշխատանքի եւ արդյունավետ գործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում եւս Հայաստան-ԱՄՆ գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։ Կողմերը մտքեր են փոխանակել TRIP նախագծի իրականացման, նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին Սուրեն Պապիկյանը, ԳՇՊետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի եւ զորակոչի գործընթացում ներգրաված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ԲՆ կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանության նախարարը շրջել է հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի եւ անվտանգ ծառայություն։ Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքների ներգրաված ծառայությունների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար։ Facebook-ի իր էջում էլ Սուրեն Պապիկյանը հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին ազգային ժողովն ընդունեց օրենք, ըստ որի այսուհետ զորակոչված զինակոչիկները կծառայեն 18 ամիս, այն է կես տարի պակաս, քան նախկինում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում են քննարկումներ առևտրային հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Կողմերն արդեն փոխանակել են ապրանքախմբերի նախնական ցանկերը, սակայն գործընթացը դեռ գտնվում է ուսումնասիրության փուլում եւ առարկական պայմանավորվածություններ այս փուլում դեռ չկան։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ անդրադարձել է այլ առանցքային թեմաների, մասնավորապես մաքսային արտոնությունների տրամադրման մեխանիզմին, ամանորի գիշերը գրանցված հոսանքազրկումներին, նաեւ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացներին։ Բացառում եմ, որ Հայաստանում կա անդիմադիր падգամավոր կամ քաղաքական գործիչ, որի գոնե մեկ բարեկամը չի օգտվել գերակա ոլորտում մաքսային արտոնության կառավարության տրամադրած մեխանիզմից։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե կառավարությունը պարբերաբար արտոնություններ է տրամադրում միայն գործող իշխանության ներկայացուցիչների հետ կապ ունեցող գործարարներին։ Վարչապետի խոսքով այդ արտոնություններից օգտվել են հազարավոր գործարարներ, անկախ քաղաքական հայացքների կամ իշխանության հետ կապերից։ Փաշինյանը հիշեցրեց, որ մեխանիզմը գործում է դեռևս 2016 թվականից եւ ունի ինքնաշխատ բնույթ։ Այսինքն կառավարության կարգավորումները այնպիսին են, որ համակարգ աշխատում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն ինչա, կա մոդուլ։ Գործարարները, ընկերությունները իրանց տվյալները լրացնում են եւ ներկայացնում են արտոնությունից օգտվելու, մաքսատուրքի հետաձգման կամ արտոնության։ Կառավարության միակ դերը ստուգելն է, իրանց դրած տվյալները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Եվ եթե համապատասխանում են իրականությանը, կառավարությունը իրավունք չունի այդ արտոնությունը իր իսկ որոշման համաձայն չտալ։ Նրա խոսքով իշխանության հետ կապվող գործարարներին պատկանող ընկերությունները կազմում են այդ արտոնությունները ստացողների ընդամենը 2-3%։
Անդրադառնալով ամանորի գիշերը մի շարք բնակավայրերում տեղի ունեցած հոսանքազրկումներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրա պատճառը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախորդ սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունների չկատարումն ու սխալ կառավարումն է։ Նրա խոսքով վերջին ամիսներին իրականացված միջամտությունները կանխել են իրավիճակի ավելի խորացումը, իսկ եթե այդ քայլերը չձեռնարկվեին, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կարող է լինել 3 անգամ ավելի։ Շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ Եվ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների եւ մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել։ Վարչապետը հավելեց, որ հեցին լիցենզիայից զրկելու որոշումը եղել է արդարացված եւ պաշտպանելի տարբեր իրավական ատյաններում։ Փաշինյանը պարզաբանեց նաեւ վարչապետին սպասարկող ավտոմեքենայի պետհամարանիշերի փոփոխության պատճառը, նշելով, որ նախկին 001 ՅՈՒ համարանիշի վրա գրված հայերեն տառերը որոշ շրջանակում ընկալվում են որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր։ Մենք կարծում ենք, որ պետական պետհամարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն հիմա ես էլ չպետք է գրեմ NP 001 եւ դա գիտեք, դա իր անձնական ընտրության հարց է, այս դեպքում պետական ընտրության հարց է եւ պետական ընտրությունը կարծում եմ արվել է հենց այդ տրամաբանությամբ եւ արվել է էլի իմ նշած տրամաբանությամբ, որպեսզի արողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն։ Խոսելով Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացների մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հեռացման գործընթացը պետք է լինի անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով։ Նա ընդգծեց, որ նպատակն է վերականգնել ժողովրդի եւ եկեղեցու միասնությունը, նշելով, որ եկեղեցին առաջին հերթին ժողովրդի համար է։ Վարչապետը հիշեցրեց, որ ստեղծվել է եկեղեցու բարեկարգման համակարգող խորհուրդ, որն արդեն անցկացրել է իր առաջին նիստը։ Նրա խոսքով գործընթացը չի հանգեցնի ներքին պառակտման, հակառակը մարդկանց ավելի է մոտեցնում եկեղեցուն։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության գործընթացին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ծավալվում են գործընթացներ կապված պոտենցիալ ապրանքների ցանկերի փոխանակման հետ։ Վարչապետը նշեց, որ կողմերը քննարկում են ինչ ապրանքներ կարող են վաճառել եւ ինչ ապրանքների նկատմամբ կա ներմուծման հետաքրքրություն։ Փաշինյանի խոսքով արդեն փոխանցվել են ապրանքախմբերի նախնական ցանկերը, սակայն գործընթացը դեռևս գտնվում է ուսումնասիրման փուլում։ Սակայն ըստ նրա առարկայական պայմանավորվածություններ այս փուլում դեռ չկան։ Փաշինյանն անդրադարձավ նաեւ World Travel Index-ի վերջին տվյալներին, ըստ որոնց Հայաստանն ընդգրկվել է ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում եւ 193 երկրների շարքում 13-րդ տեղում է։ Նա վստահեցրեց, որ Հայաստանը կշարունակի աշխատել իրավակարգի ամրապնդման, արտաքին եւ ներքին անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ եւ հետագայում էլ ավելի կբարելավի իր դիրքերը։ Շարունակում ենք թողարկումը։ Աշխատանքային պայմանագրերը 2026 թվականին կկնքվեն միայն էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ համապատասխան հարթակն արդեն իսկ պատրաստ է գործարկման։ Նոր գործիքակազմում մի քանի խնդիր է լուծում թե աշխատողների, թե գործատուների, թե պետության համար։ Գործատուների համար այն հնարավորություն է տալիս խուսափել անճշտություններից։ Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել տարեսկզբից։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա եւ գործատուների եւ աշխատողների համար մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես գործատուներն ու աշխատողները այսուհետ կունենան պայմանագրի օրինակելի ձևով կազմված պայմանագիր, այսինքն այն խնդիրը, որը մենք բազմիցս արձանագրել ենք, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը, ստացվում է, որ հնարավորինս չի լինելու։ Պայմանագրերի լրացման հարթակում նախատեսված է նաև պարտադիր լրացման ենթակա դաշտ կլինեն հուշումներ, թե ինչպես պետք է լրացնել դրանք, ինչը կհեշտացնի գործընթացը։ Մյուս խնդիրը, որ կլուծվի, այն է, որ մենք հանդիպել ենք դեպքեր, երբ աշխատողները այդպես էլ իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ստացել են ավելի ուշ, քան նախատեսված էր աշխատանքային օրենսդրությամբ։ Համակարգի ներդրման պարագայում այս խնդիրը եւս լուծվում է, որովհետեւ պայմանագիրը ստեղծում է օնլայն հարթակում, էլեկտրոնային թվային հարթակում, հետևաբար անմիջապես աշխատողը երբ կստորագրի, կտեսնի իր պայմանագիրը իր ESM
սև պորտալ հարթակում, այսինքն այս խնդիրը եւս լուծվում է եւ երրորդ խնդիր, որը այսուհետ կարող է լուծվել, առանձնացնեմ, վերաբերում է տեսչական վերահսկողական մեխանիզմներին, որովհետեւ մենք կարողանալու ենք այդ երբ որ ստուգում կբացվի գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մասով հնարավորություն կտրվի արդեն իսկ տեսնել միանգամից, թե ինչ պայմանագիր կա կողմերի միջև կնքված, այդ պայմանագրերը ինչ փոփոխություններ են կատարված եւ տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում իրենց հարաբերությունները։ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ այս նոր գործիքակազմը մի քանի խնդիր է լուծում թե աշխատողների, թե գործատուների, թե պետության համար։ Գործատուների համար նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս խուսափել անճշտություններից։ Եթե նախկինում այս կամ այն հարցով բաց թողում էր լինում եւ դա վերագրվում էր անտեղյակությանը, ապա հիմա այստեղ եւս հարցը կարգավորվում է։ Նոր էլեկտրոնային հարթակում լինելու է աշխատանքային օրինակելի պայմանագրի տարբերակ, որտեղ առանձնացվելու են պարտադիր դաշտեր։ Գործատուին մնում է ավելացնել հիմնական տեղեկատվությունը աշխատանքի ընդունվող քաղաքացու մասին, լրացնելով պարտադիր դաշտերը։ Այստեղ գործիքակազմը կարևոր է նաեւ պետության համար, քանի որ աշխատողի եւ գործատուի հարաբերությունները դառնում են թափանցիկ։ Ժորա Սարգսյանն ընդգծեց, որ բոլոր գործատուներին տրվելու է 1 տարի ժամանակ, որ ներկայում իրենց մոտ աշխատող քաղաքացիների պայմանագրերը եւս տեղափոխվեն այդ հարթակ։ Աշխատող քաղաքացիներին անհրաժեշտ է միայն ունենալ թվային ստորագրություն։ Երկու տարբերակ կա՝ անձինք, ովքեր նոր են ընդունվելու աշխատանքի եւ նրանք, ովքեր ընդունված են աշխատանքի։ Նրանք, ովքեր ընդունված են աշխատանքի, ընդամենը այս տարվա ընթացքում պետք է ինչ-որ մի օր գործատուի կողմից մուտքագրելուց հետո ստորագրեն իրենց պայմանագրերը։ Ընդամենը պետք է ստորագրեն։ Իսկ նրանք, ովքեր ընդունվելու են աշխատանքի, բնականաբար պետք է 0-ից, ինչպես ասում են, ստեղծվի իրենց համար պայմանագիր եւ իրենք պետք է ստորագրեն այդ պայմանագիրը, որ դառնան աշխատող։ Եվ այդ դեպքում իրենք պետք է ստորագրեն այն օրը, որովանից հետո հաջորդ օրը պետք է գան աշխատանքի, որովհետեւ համակարգը կառուցված է այնպես, որ եթե աշխատողը պետք է ներկայանա աշխատանքի, առնվազն դրանից 1 օր առաջ պետք է պայմանագիրը ստորագրի։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մի քանի ամիս հնարավորություն էր տրված գործատուներին կամավորության սկզբունքով օգտվել նոր հարթակից։ Աշխատանքային պայմանագրերի թիվը կազմել է 433 աշխատանքային պայմանագիր, կնքված եւ գործատուի եւ աշխատակցի կողմից, եւ 1525 թվով աշխատանքային պայմանագիր ընդհանուր համակարգի կողմից է ստեղծվել, բայց դեռ ստորագրված չի եղել աշխատողի կողմից։ Համակարգը կարելի ասել ամբողջությամբ պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումը եւ բոլոր էլեկտրոնային փաստաթղթերի կնքումն ու ստորագրման գործընթացը ապահովել։ Կառավարությունը հերթական նիստում հաստատել է 2026 թվականի պահեստազորի վարժական հավաքների անցկացման ժամկետները։ Գործադիրն ընդունել է նաև Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, որը ներկայանում է որպես երկրի զարգացման ուղենիշ եւ նպատակ ունի վերանայելու եւ ամրապնդելու պետության տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները։ Փաստաթուղթը բաղկացած է 42 էջից եւ ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ։ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել իրական Հայաստանի տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը, ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմականությանն ու ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական եւ ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական եւ հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի եւ ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ։ Ըստ Փաշինյանի, սա զարգացման ուղենիշն է, որի նպատակն է վերանայել եւ ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները։ Ինչով է պայմանավորված վերանայման եւ նոր տնտեսական պարադիգմ որդեգրելու անհրաժեշտությունը։ Սրա համար կա մի քանի կարևոր պատճառ։ Առաջին պատճառը 2018 թվականից ի վեր, ըստ էության հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով։ Այսինքն ճշգրտված տվյալները կլինեն այս տարվա վիճակագրության, մենք վստահ ենք, որ թիվը կլինի 50-ից ավել, իսկ թե կոնկրետ ինչքան, դա արդեն ցույց կտա ժամանակը եւ վիճակագրությունը։ Մեկ շնչին ընկնող հնան ավելի քան կրկնապատկվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո կամ 2018 թվականից հետո։ Եվ եթե 2017 թվականին Հայաստանի մեկ շնչին ընկնող հնան 3872 դոլար էր, 2025-ի խիստ նախնական տվյալներով մոտավորապես 9400 դոլար է։ Եվ աճը
2-4 անգամ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ տնտեսական քաղաքականությունը ձեռք կբերի տեսլականային եւ համակարգային բնույթ, կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը եւ ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը, կձևավորվի ծրագրերի եւ ենթածրագրերի միասնական համակարգ, կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը եւ հաշվետվողականությունը, կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմականությունն ու անվտանգային կայունությունը։ Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին եւ առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական եւ մրցունակ կրթական համակարգի եւ կրթությունը որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության, ազատության եւ ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը եւ պետականության հարատեվության օրակարգի հաջողությունը։ Եվ հաջորդ մեջբերումը դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է, տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության եւ երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով ազատ, կարող եւ ստեղծարար քաղաքացին։ Ըստ Փաշինյանի դոկտրինում առանձնահատուկ տեղ եւ նշանակություն ունի էներգետիկ վերափոխման օրակարգը։ Դոկտրինն ըստ Փաշինյանի այդ թվում էներգետիկ անվտանգության եւ անկախության մասին է։ Հայաստանը պատմական շանս է ստացել նաեւ էներգետիկ առումով լինելու շատ ավելի ինքնաբավ, անկախ եւ ինքնիշխան։ Բացի այն, որ մենք էլեկտրական էներգիայի արտադրության վերաբերյալ մեր պատկերացումները պետք է փոխենք։ Մենք էլեկտրական էներգիա եւ ընդհանրապես էներգիայի սպառման մասին մեր պատկերացումները պետք է փոխենք, որովհետեւ շատ կարեւոր է արձանագրել, որ այն ինչ մեզ հայտնի բառով անվանվում է էներգախնայողություն, այստեղ խոսքը տասնյակ եւ հարյուրավոր միլիարդների ռեսուրսներ ազատելու եւ այդ ռեսուրսները զարգացման այլ ոլորտներում ներդրելու հնարավորության մասին է։ Հիմա չնայած աշխարհում այլևս էներգախնայողություն արտահայտությունը չի օգտագործվում, որովհետեւ դա արդեն համարվում է հնացած արտահայտություն։ Այլևս խոսվում է էներգետիկ վերափոխման մասին, երբ որ ամեն կիլովատ ժամը ինքը կոնկրետ հաշվարկի մեջ է դրված եւ կոնկրետ տրամաբանության մեջ է դրված։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է գործողությունների ծրագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին եւ միջազգայինորեն գրավիչ ու մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ Ռազմավարական ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական տեսակներն են, դրանք մշակութայինը, գաստրոն, մասնավորապես խոհանոցը, գինին եւ հայկական բրենդին եւ արկածայինը, ներառյալ ձմեռայինը, բայց նաեւ Հայաստանը ունի շատ լուրջ հնարավորություններ եւ դրա մասին եւ ռազմավարական ծրագրում է նշված եւ նաեւ համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք ագրո զբոսաշրջության, մայս զբոսաշրջություն, մայսը դա մեծ միջոցառումներ անցկացնելու այդ զբոսաշրջային ուղղության ձևն է, բժշկական եւ առողջարանային զբոսաշրջության եւ իհարկե կրոնական զբոսաշրջության։ Վարչապետը հետաքրքրվեց այս տարվա զբոսաշրջության աճի տեմպերով, պատասխանը գոհացուցիչ էր։ 2,243,642 զբոսաշրջիկ ենք ունեցել։ Դեկտեմբերին ունեցել ենք 139,933 զբոսաշրջիկ, որը մեր դեկտեմբերների պատմության մեջ լավագույն ցուցանիշ է, այսինքն չի եղել որևէ դեկտեմբեր, որ այսքան բարձր ցուցանիշ ենք ունեցել, առհասարակ, եթե նայենք, ուրեմն այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը, նոյեմբերը եւ դեկտեմբերը, այսինքն 12 ամիսներից 7-ը այս տարվա ցուցանիշներն են երբևէ լավագույնը եղել Հայաստանի պատմության մեջ։ Հաջորդիվ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրի գործարկման նպատակով ռեգիստրում անհրաժեշտություն է առաջացել սահմանել տվյալների հավաքման, վարման եւ փոխանցման կարգը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախագծով մանրամասն կարգավորվում են մեր համընդհանուր ապահովագրության
շրջանակներում տեղեկատվության փոխանակման եւ այսօր էլ նշեցինք, որ թվայնացման շրջանակներում փոխգործելիության հիման վրա, որպեսզի անձը մեկ անգամ տվյալները տրամադրելով որոշակի կառույցի արդեն հաջորդ կառույցները իրար միջև փոխգործելիության շրջանակներում կարողանան օրենքի եւ կարգավորումների տրամաբանությամբ ապահովել այս տեղեկատվության փոխանակումները 636 քաղաքացի հետ է ստանալու 2025 թվականին ձեռք բերված էլեկտրոնային ավտոմեքենայի վճարած մաքսատուրքը։ Ցանկը հրապարակելու է ՊԿ հունվարի 10-ին։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Անվճար քվոտայի հիմքով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ավելի քան 636 քաղաքացի հետ կստանա 2025 թվականի ընթացքում ձեռք բերած էլեկտրական ավտոմեքենայի համար վճարած մի քանի միլիոն դրամի հասնող մաքսատուրքը։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում։ Մաքսատուրքերի հետ վերադարձը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ի որոշմամբ ավելի քան 15000 էլեկտրամոբիլներ որոնք ներմուծվելու են Հայաստան անվճար քվոտա են ստանում։ Հիշեցնեմ, որ անցած տարի մենք էլեկտրական մեքենաների քվոտաները բաշխել էինք հետևյալ կերպ 5000 հատը դա անհատներին էր եւ ոչ դիլերի ավանական անձանցը եւ 3000-ը դիլերներին է։ Եվ հա դիլերները իրենց քվոտայից 636-ը չեն օգտագործել եւ մենք այն տեղափոխել ենք դեպի անհատներ եւ իրավաբանական անձանց դաշտ եւ այդ տրամաբանությամբ 5001-րդ քաղաքացին, ով մոտեցել է եւ քվոտան ավարտված է եղել եւ ինքը ստիպված վճարել է մաքսատուրք, ինքը հետ կստանա իր ուրեմն վճարած մաքսատուրքը եւ այդպես մինչեւ 5002, 5003 եւ 5636։ Ահա 636 քաղաքացի այս եղանակով կստանան իրենց կողմից վճարած միլիոնավոր դրամները։ Նշենք, որ ըստ էկոնոմիկայի նախարարի հաղորդած տվյալների 636 էլեկտրամոբիլների մաքսատուրքի հետ վերադարձից օգտվող քաղաքացիների ցանկը ՊԿ հրապարակելու է սույն թվականի հունվարի 10-ին։ Հավելենք, որ 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածության համաձայն 2026 թվականին կառույցի անդամ որոշ պետությունների, որոնց թվում Հայաստանը, Բելարուսը եւ Ղրղստանը իրենց երկրներ էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման դեպքում որոշակի քանակի անհատ եւ կազմակերպությունների արտոնություն է տրվում մաքսատուրքի ազատման տեսքով։ Ծրագրից կարող են օգտվել միայն տվյալ պետություններում մշտապես գրանցված եւ քաղաքացի հանդիսացող անհատներն ու ռեզիդենտ կազմակերպությունները։ Անդրադառնանք տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին ժամանակ է տվել իրենց ուժերը Հալեպից դուրս բերելու համար, զինված անձանց թույլատրվելու է կրել միայն թեթև անհատական զենք։ Սիրիական բանակը կապահովի նրանց անվտանգ հեռացումը եւ թույլ կտա մեկնել երկրի հյուսիսարևելյան շրջաններ։ Նախարարությունը շեշտել է, որ այս քայլը ձեռնարկվել է տարածքներում ռազմական լարվածությունը դադարեցնելու, կառավարական հաստատությունների գործունեությունը վերականգնելու եւ իրենց տները լքած խաղաղ բնակիչների վերադարձը հեշտացնելու համար։ Հալեպում արդեն մի քանի օր էլ արված է իրավիճակը կառավարական ուժերի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև բարեփոխումները վերաճել են քաղաքային մարտերի, բերելով քաղաքացիական զոհերի, նյութական վնասների եւ հազարավոր մարդկանց տեղահանման։ Բախումները սկսվել են հունվարի 6-ին Շեյխ Մաքսուդ Աշրաֆիե եւ Բանի Զեյդ թաղամասերում, որտեղ սիրիական բանակը սկսել է թիրախային գործողություններ Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերի ուղղությամբ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նպատակն է կանխել նոր էսկալացիան եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Ելնելով քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, պաշտպանության նախարարությունը հայտարարում է կրակի դադարեցման մասին Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե եւ Բանի Զեյդ թաղամասերի մոտակայքում տեղական ժամանակով ժամը 3-ին զինված խմբավորումները պարտավոր են լքել տարածքը մինչև հունվարի 9 ժամը 9։ Նախարարությունը թույլատրել է հեռացող զինյալներին իրենց հետ տանել միայն անձնական թեթև զենք։ Սիրիական բանակը պարտավորվել է ապահովել նրանց անվտանգ դուրսբերումը երկրի հյուսիս-արևելք։ Միևնույն ժամանակ Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել Հալեպում ռազմական գործողությունների դեմ։ Ցույցեր են տեղի ունեցել Վանում եւ Մադրիդում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը կոչ է արել Սիրիայի դեմոկրատական ուժերին պահպանել Դամասկոսի հետ մարտին կնքված համաձայնությունը եւ ինտեգրվել Սիրիայի պետական համակարգին։ Ի պատասխան թուրքական Քրդամետ հանուն հավասարության եւ ժողովրդավարության կուսակցությունը Սիրիայի կառավարությանը մեղադրել է խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար, նշելով, որ թուրքական հայտարարությունները սրում են իրավիճակը։ Բախումները ծանր հարված են հասցրել նաեւ Հալեպի հայ համայնքին։ Հայաբնակ Շեյխ Թահա եւ Վիլաներ թաղամասում հրասանդերի ընկնելու հետևանքով տներ են վնասվել։
Հրասանդներ են ընկել հայերի տների վրա, վնասները միայն նյութական են, բարեբախտաբար տուժածներ չկան։ Երբ կրակոցները սկսվում են, փողոցը մի քանի վայրկյանում դատարկվում է։ Հայ համայնքը կազմակերպել է ապաստարաններ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը բաց է մեր հայրենակիցների համար։ Ով իրեն ապահով չի զգում, կարող է գալ այդտեղ։ Դարմանատունն էլ է բաց բժշկական օգնության համար։ Արդեն կան ընտանիքներ, որոնք տեղափոխվել են եկեղեցի կամ ազգականների տուն։ Հալեբ-Երևան չվերթը չեղարկվել է Սիրիայում զինված բախումների պատճառով, տեղեկանում ենք Զվարթնոց օդանավակայանի առցանց թռիչքների տեղեկատվական տախտակից։ Չնայած Սիրիայի իշխանությունների ավելի վաղ հայտարարած հրադադարին, Հալեբի օդանավակայանը շարունակում է փակ մնալ։ Այդուհանդերձ Հալեբում բախումների ֆոնին Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը։ Գանձասար հանդեսն էլ հաղորդում է, որ քաղաքում այժմ զգուշավոր հանդարտություն է, երբեմն կրակոցների ձայներով։ Սննդի խանութներն ու հիվանդանոցները շարունակում են աշխատել։ Հալեբի կենտրոնական կոմիտեն հայտնել է, որ հունվարի 6-ին սկսված մարտերի ընթացքում զոհվել է 6 սիրիացի, 55 խաղաղ բնակիչներ վիրավորվել են, 142,000 մարդ տարհանվել է անվտանգ գոտիներ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ հրադադարի նպատակն է մեղմացնել իրավիճակը, վերականգնել քաղաքային կառույցների աշխատանքն ու ապահովել խաղաղ բնակիչների վերադարձն իրենց տներ։ Սակայն մինչև զինված խմբավորումների ամբողջական դուրսբերումը եւ մարտյան համաձայնագրի լիարժեք իրականացումը Հալեբը շարունակում է ապրել լարված ու տագնապային։ Յուրաքանչյուր կրակոցի ձայնը հիշեցնում է, խաղաղությունն այստեղ դեռ շատ փխրուն է։ Իրանում շուրջ 2 շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը վերաճել են լայնածավալ անկարգությունների, ուղեկցվելով բռնություններով, հրկիզումներով, զոհերով եւ համացանցի սահմանափակումներով։ Տնտեսական ճգնաժամի եւ ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին ցույցեր են ընթանում երկրի տարբեր քաղաքներում։ Իրանի մի շարք քաղաքներում արդեն շուրջ 2 շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են լայնածավալ անկարգությունների։ Մեհեր գործակալության հաղորդմամբ Իրանի հյուսիսում գտնվող Բոնջուրդ քաղաքում ցուցարարները ներխուժել են Ղուրանի վաճառքով զբաղվող խանութ, այրել կրոնական գրքերն ու հրկիզել շենքը։ Իրանական մեկ այլ աղբյուր Ֆարս գործակալությունը հայտնում է, որ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Լորդեգան քաղաքում առևտրականներն ու վաճառողները փակել են իրենց կետերը եւ դուրս են եկել փողոց կազմակերպելով բողոքի երթեր։ Ըստ նախնական գնահատականների ցույցերին մասնակցել է շուրջ 300 մարդ։ Երբ ցուցարարները հավաքվել են Խարդուն շրջանի եւ Շիրոնի կամրջի մոտ, իրավիճակը սրվել է։ Տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։ Տեղեկացվում է, որ անկարգությունների ընթացքում որոշ անձինք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, իսկ մի մասը զինված է եղել որսորդական եւ ռազմական զենքերով, կրակ բացելով ոստիկանների վրա։ Բախումների հետևանքով զոհվել է 2 ոստիկան, վիրավորվել առնվազն 30 մարդ։ Անկարգությունների մասնակիցները վնասել են նաեւ նահանգապետի գրասենյակը եւ մի շարք վարչական շենքեր։ Լարված իրավիճակ է նաեւ Սպահանում, որտեղ հրկիզվել է Իրանի պետական հեռուստատեսության եւ ռադիոկայանի շենքը։ Բացի այդ, տարբեր քաղաքներում այրվել են ոստիկանական մոտոցիկլետներ, կառավարական շենքեր, նահանգապետի գրասենյակի եւ գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի պատկերները։ Ցուցարարները փողոցներում վանկարկում են հակակառավարական կարգախոսներ, այդ թվում մահ բռնապետին, նաեւ հրապարակավ աջակցություն են հայտնում նախկին շահի որդուն Ռեզա Փահլավիին։ Որոշ քաղաքներում ցուցարարները թափահարում են շահական շրջանի Իրանի դրոշները։ Բողոքի ալիքը սկսվել է ազգային արժույթի, ռեալի կտրուկ արժեզրկման եւ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին։ Արժութային ճգնաժամի հետևանքով երկրում ամերիկյան 1 դոլարի փոխարժեքը հասել է 1.4 միլիոն ռեալի։ Տնտեսական ճնշումների խորացման ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվել, իսկ նախագահ Մազուդ Փեզեշքյանն այդ պաշտոնում կրկին նշանակել է նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմատիին շուկաները կայունացնելու նպատակով։ Իրավիճակի սրման պայմաններում իշխանությունն ամբողջ երկրում սահմանափակել է համացանցը եւ հեռուստակապը։ NetBlocks կազմակերպությունը հաստատել է Իրանում ինտերնետի անջատման փաստը։ Այս պահին իրանական մի շարք պետական կայքեր անհասանելի են։ ՌԱՆԱ իրավապաշտպան կազմակերպության տվյալներով 12-օրյա բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 42-ի, այդ թվում 34 քաղաքացիական անձ եւ անվտանգության ուժերի 8 աշխատակից։ Ձերբակալվել է մոտ 2280 մարդ։ Այլ աղբյուրներ նշում են, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 45-ի։ Իրանի նախագահ Փեզեշքյանը կոչ է արել անվտանգության ուժերին գործել առավելագույն զսպվածությամբ, եթե չկա ազգային անվտանգության լուրջ սպառնալիք։ Իրանի փոխնախագահ Մուհամմադ Ջաֆար Ղեմփենահը հայտարարել է, որ իշխանությունը ճանաչում է խաղաղ բողոքի իրավունքը եւ պատրաստ է երկխոսության, սակայն զենքով եւ դանակներով զինված անձինք դիտարկվում են որպես անկարգություններ կազմակերպողներ։ Միջազգային արձագանքը եւս կոշտ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ
Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հրապարակավ սպառնացել է Իրանի իշխանությանը, հայտարարելով, որ եթե ցուցարարների սպանությունները շարունակվեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները ծանր եւ ցավոտ հարվածներ կհասցնի Իրանին։ Նրա խոսքով Թեհրանն այդ մասին արդեն տեղյակ է։ Ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար, ընդգծելով, որ նման հայտարարությունները հանդիսանում են Իրանի նկատմամբ թշնամական քաղաքականության շարունակություն եւ չեն բխում իրանական ժողովրդի շահերից։ Միաժամանակ Իրանն այսօր Տելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Ավստրալիա եւ Հնդկաստանի դեսպանատներն իրենց քաղաքացիներին կոչ են արել խուսափել Իրան մեկնելուց անվտանգության նկատառումներով։ Այս պահին բողոքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, Ղազվինում, Արդաբիլում, նաեւ Լորեստան եւ Իլամ նահանգներում։ Իրանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, չնայած իշխանության զսպվածություն ցուցաբերելու վերաբերյալ կոչերին եւ ուժային կառույցների ներգրավվածությանը։ Հյուսիսատլանտյան օվկիանոսում ռուսական մարիները նավթային լցանավի կալանավորման միջադեպը վերածվել է աշխարհաքաղաքական հերթական ճակատամարտի էներգետիկ ռեսուրսների, միջազգային իրավունքի եւ մեծ տերությունների ազդեցության շուրջ։ Մի կողմում Վաշինգտոնի հայտարարությունն է ապօրինի գործունեության դեմ պայքարի մասին, մյուսում Մոսկվայի պնդումը միջազգային իրավունքի խախտման եւ ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ։ Միջազգային լուրջ սկանդալ բաց ծովում։ Միացյալ Նահանգների զինված ուժերը օրեր առաջ կալանել են ռուսական դրոշի ներքո նավարկող նավթային լցանավը, ինչն էլ ավելի է լարել Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը բաց ծովում վերահսկողության տակ են վերցրել մարիներ նավթային լցանավը Մեծ Բրիտանիայի ափերի մոտ Հյուսիսատլանտյան օվկիանոսում։ Գործողությունը կատարվել է ամերիկյան դաշնային դատարանի որոշման հիման վրա ավելի քան 2 շաբաթ տևած հետապնդումից հետո։ Վաշինգտոնի պնդմամբ լցանավը հանդիսանում է Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմի մաս եւ ներգրավված է նավթի ապօրինի փոխադրումների մեջ, շրջանցելով Ռուսաստանի նկատմամբ կիրառված վառելիքի էմբարգոն եւ էներգետիկ պատժամիջոցները։ Նավը նախկինում նավարկում էր Բելլա 1 անվամբ եւ այլ երկրի դրոշի ներքո, սակայն հետապնդումից խուսափելու նպատակով անձնակազմը փոխել էր դրոշը, բարձրացնելով Ռուսաստանի պետական դրոշը եւ հայտարարելով Մոսկվայի պաշտպանության տակ գտնվելու մասին։ Ըստ հետախուզական տվյալների գործողության շրջանում գտնվել են նաեւ ռուսական ռազմական նավեր եւ սուզանավեր, ինչի պատճառով միջադեպը գնահատվում է որպես վերջին տարիների ամենաաղմկահարույց ծովային գործողություններից մեկը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը միջադեպը որակել է որպես միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում։ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Միացյալ Նահանգների զինծառայողների կողմից բաց ծովում խաղաղ նավի փաստացի առգրավումը, նաև անձնակազմի գերեվարումը հանդիսանում է միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, նավարկության ազատության կոպիտ խախտում։ Նախարարությունը շեշտել է, որ Վաշինգտոնը բազմիցս տեղեկացված է եղել նավի ռուսական ծագման եւ դրա խաղաղ բնույթի մասին եւ պահանջել է արժանապատիվ վերաբերմունք անձնակազմի նկատմամբ եւ նրանց անխոչնդոտ վերադարձը հայրենիք։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը նաեւ կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ վերադառնալ միջազգային ծովային նավարկության նորմերի պահպանմանն ու դադարեցնել մարիների եւ այլ օրինական նավերի նկատմամբ անօրինական գործողությունները։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի խնդրանքին ի պատասխան որոշել է ազատ արձակել լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացու։ Մոսկվան ողջունել է այդ որոշումը եւ հայտնել, որ աշխատում է նրանց արագ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Միացյալ Նահանգները նավի կառավարումն իր վերահսկողության տակ է վերցրել այն բանից հետո, երբ նավի հետ կապը կորել է։ Լցանավը Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն ստացել էր դեկտեմբերի 24-ին։ Ինչու հիմա եւ ինչու այսքան կոշտ։ Փորձագետների գնահատմամբ այս միջադեպը կապված է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող վառելիքի էմբարգոյի խստացման հետ։ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները փորձում են կասեցնել ռուսական նավթի արտահանումը ստվերային սխեմաների, դրոշների հաճախակի փոփոխության եւ երրորդ երկրների միջոցով վերավաճառքի ճանապարհով։ Այս ֆոնին մարիների առգրավումը դիտարկվում է որպես ոչ միայն իրավական, այլև քաղաքական ուղերձ։ Մոսկվային ցույց տալու, որ պատժամիջոցների շրջանցումն այլևս անպատիժ չի մնալու։ Բաց ծովում տեղի ունեցած այս միջադեպը վերածվել է հերթական աշխարհաքաղաքական բախման, էներգետիկ ռեսուրսների, միջազգային իրավունքի եւ մեծ տերությունների ազդեցության շուրջ։ Մի կողմում Վաշինգտոնի հայտարարությունն է ապօրինի գործունեության դեմ պայքարի մասին, մյուսում Մոսկվայի պնդումը միջազգային իրավունքի խախտման եւ ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ։ Մինչև կողմերը փոխանակվում են կոշտ հայտարարություններով, հարցը մնում է բաց։ Արդյոք սա մեկ միջադեպ է, թե սկիզբ նոր ավելի լայնածավալ ծովային հակամարտության։ Այլ թեմաներ։
Աբովյանի թիվ 2 նորակառույց դպրոցում իրականացված շրջայցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում կրթության նախադպրոցական համակարգի, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող խոշոր պետական ծրագրերի ընթացքն ու արդյունքները։ Նախարարը վստահեցրել է, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագիրն իրականացվում է սահմանված ժամկետներում, միաժամանակ ընդգծել ֆինանսավորման ներառականության և ոլորտային բարեփոխումների աննախադեպ աճը։ Աբովյանի թիվ 2 նորակառույց դպրոցն այն դպրոցներից մեկն է, որը կառուցվել է 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում։ Դպրոցն այս պահին ունի 1600 աշակերտ, այն համալրված է համապատասխան գույքով և տեխնիկայով։ Դպրոցում լաբորատոր պայմանները համապատասխանում են կրթության չափորոշիչներին, իսկ աշակերտները կիրառված փորձի միջոցով ավելի հեշտ են սերտում դասերը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցում իրականացրած շրջայցից հետո հայտարարեց, որ Հայաստանում արդեն կառուցվել և վերակառուցվել է ավելի քան 100 դպրոց և 280 մանկապարտեզ ու նախակրթարան։ Նա վստահեցրեց, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագիրը կավարտվի նախատեսված ժամկետում։ Այն ինչ որ ստացվել է, կարծում եմ մեր երեխաների համար ստեղծում է էապես նոր հնարավորություններ եւ վստահ եմ, որ այստեղ սովորող երեխաները իսկապես ունեն ստեղծագործելու իրենց բոլոր նախասիրությունները զարգացնելու, որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտ պայմանները եւ այսպիսի դպրոց պիտի լինի մեր երկրի յուրաքանչյուր դպրոց եւ հենց սա է պատճառը, որ մենք խոսում ենք այն մասին, որ առաջին 300-ից հետո մեզ արդեն սպասվում է հաջորդ 300 դպրոցը եւ մենք պետք է ապահովենք, որպեսզի մեր բոլոր երեխաների համար այս պայմանները լինեն հասանելի։ Նրա խոսքով ծրագրի իրականացման տեմպերը վերջին 1 տարում զգալիորեն աճել են։ Միայն 2025 թվականին կատարված աշխատանքների ծավալը կազմել է 121 միլիարդ դրամ, մինչդեռ նախորդ տարի այն եղել է 53 միլիարդ դրամ։ Կրթության ոլորտում առաջիկա կարևոր ուղղություններից մեկը նախադպրոցական կրթության զարգացումն է։ Նախարարը տեղեկացրեց, որ արդեն մեկնարկել է մսուրների ծրագիրը, որը նախատեսված է 6 ամսականից բարձր երեխաների համար։ Սա մի բան է, որը պետական նախադպրոցական կրթության ոլորտում թերևս խորհրդային ժամանակներից հետո չի եղել։ Եվ այսօր մենք ունենք արդեն Երևանում գործող մանկապարտեզներ, դրանց միանալու են նաև նոր մանկապարտեզներ Հրազդանում, Վանաձորում եւ Գյումրիում, որտեղ գործում են վաղ մանկության տարիքի խմբերը։ Ես ինքս առիթ եմ ունեցել այցելելու եւ տեսել եմ, որ այն աշխատանքը, որ պլանավորել ենք, թե կահավորման, թե վերապատրաստման, թե ծառայությունը սկսելու իմաստով բավականին լավ մեկնարկ է տալիս եւ մենք իհարկե սա որպես փորձնական ծրագիր ենք սկսել, եկող տարի նաեւ ունենալու ենք 6 ամսականների, այսինքն արդեն այս տարի 6 ամսականների համար նախատեսված ծառայություն 6 ամսականից սկսած եւ ընդհանուր առմամբ մսուրի զարգացումը լինելու է մեր առաջիկա ծրագրերի կարևոր թիրախը։ Նրա խոսքով ծրագրին զուգահեռ իրականացվում է նաև ոչ պետական նախադպրոցական հաստատությունների լիցենզավորում։ Այս պահին գործում է 250 լիցենզավորված հաստատություն, ավելի քան 10,000 երեխա։ Միաժամանակ աճել է ներառականության մակարդակը։ Մանկապարտեզներում այժմ սովորում են կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1700 երեխա, մինչդեռ ծրագրի մեկնարկին այդ թիվը եղել է ընդամենը 91։ Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ 2024 եւ 2025 թվականներին դպրոցներ են մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ, որոնց մեծ մասը մինչև այդ դպրոցում չէր աշխատում։ Այս ուսուցիչների կազմում շուրջ 80%-ը կազմում են մինչև 45 տարեկան մարդիկ։ Ինչ է սա նշանակում։ Մի շատ պարզ բան, որ կառավարության այս քաղաքականությունը, որը ուսուցչի մասնագիտության, գրավչության բարձրացմանն է միտված, կոնկրետ արձագանք է ունենում եւ այն մարդիկ, ովքեր նախկինում գուցե չէին մտածել դասավանդման մասին, գուցե իրենց փորձում էին այլ ասպարեզում, վերադառնում են դպրոց կամ մտնում են դպրոց աշխատանքի եւ այդ ուսուցիչները գալիս են նաեւ համալրելու մեր ուսուցչական համակազմի շարքերը, որոնք մեծ ծավալի աշխատանք են անում եւ առիթից օգտվելով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար։ Նախարարը շեշտեց նաև ֆինանսավորման աճը։ Եթե 2019 թվականին ուսուցիչների խրախուսման ծրագրերին հատկացվել էր 266 միլիոն դրամ, ապա 2025 թվականին այդ թիվը հասել է 15.2 միլիարդ դրամի, ինչը 1163%-ով աճել է։ Անդրադառնալով դպրոցներում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ ահազանգերին, նախարարն ընդգծեց, որ տարվող աշխատանքները միջգերատեսչական են։ Նրա խոսքով սահմանվելու են անվտանգության ստանդարտներ, դպրոցներում կտեղադրվեն տեսախցիկ
կարիքներ, կսահմանափակվեն մուտքերը եւ կապը համայնքային ոստիկանության հետ կլինի մշտական։ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին մշակույթի ոլորտում իրականացված ներդրումներն աննախադեպ են։ 2025 թվականին թատերահամերգային կառույցների համար հատկացվել է 948 միլիոն դրամ կապիտալ ֆինանսավորում, որն ուղղվել է շենքերի նորոգման եւ ժամանակակից լուսային ու ձայնային սարքավորումների ձեռքբերմանը։ Արդյունքում աճել է նաեւ սեփական եկամուտները։ Այստեղ ցուցադրված են թանգարանները, տեսնում եք, որ 22-ին շուրջ 770 միլիոն դրամի մասին ենք խոսում, սեփական եկամուտներ, որոնք թանգարանները կարողացել են իրենք աշխատել այցելությունների միջոցով հիմնականում 2025-ին արդեն մենք խոսում ենք 1 միլիարդ 662 միլիոն դրամի մասին եւ սա նշանակում է, որ ավելի քան կրկնապատկված են։ Տեսնում եք, որ այս տենդենսը ել ավելի նկատելի է թատերահամերգային կառույցների պարագայում, որտեղ պիտի հիշեցնեմ, որ մենք ֆինանսավորման նոր մոդել ենք ներդրել 22-ին 1 միլիարդ 634 միլիոնից մենք այսօր արդեն ունենք իրավիճակ, երբ որ 25-ի արդյունքում խոսում ենք ավելի քան 4 միլիարդ դրամի մասին, որը ելի եմ հիշեցնում մշակութային հաստատությունների սեփական եկամուտներն են։ Մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ 2025 թվականին հատկացվել է 1 միլիարդ 386 միլիոն դրամ, մինչդեռ 2022 թվականին այն կազմում էր 216 միլիոն դրամ։ Աշխատանքներ են իրականացվում 48 հուշարձանի վրա, որոնց մեծ մասը կրոնական է։ Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող աշխատանքներին, նախարարը վստահեցրեց, որ հուշահամալիրը երբեք չի փակվել եւ չի փակվելու, այդ թվում ապրիլի 24-ին։ Ասուլիսում Անդրեասյանն անդրադարձավ նաեւ հայ դահուկորդի մասնակցությամբ վերջին միջադեպին, երբ վերջինս մարզահագուստի վրա կպչուկ ժապավենով փակել էր մրցաշարի հովանավոր երկրի Ադրբեջանի անվանումը։ Նրա խոսքով նախարարությունը տեղյակ է ստեղծված իրավիճակից եւ արդեն գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի Ֆեդերացիային միջադեպի բոլոր մանրամասները պարզելու նպատակով։ Նախարարը հիշեցրեց նաեւ, որ Հայաստանը նախաձեռնել է բազմաթիվ կարևոր միջազգային կոնվենցիաների վավերացում սպորտում արդար մրցակցության եւ էթիկայի ապահովման ուղղությամբ։ Նա նաեւ անդրադարձավ բուհերում անվճար սովորելու հեռանկարին եւ ընդգծեց, որ դա կառավարության մինչեւ 2030 թվականի ծրագրի մի մասն է եւ մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության պետական բուհերը կլինեն անվճար։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։